Վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը ղեկավարման դրական որակներ ունի, ձեռքերն էլ մաքուր են, բայց տնտեսության մեջ էական փոփոխություններ կատարելու հնարավորություն չի ունենա։ Ազատության հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, հավելելով Կարապետյանի նշանակումն այլ հարց է լուծում։ Ուզում են այս անձի իմիջը օգտագործել ոչ թե այն խնդիրները լուծելու համար, որոնք առկա են, որոնք գնալով ավելի են սրվում, ավելի վատանում, այլ իրենց վերարտադրության խնդիրը։ Տնտեսությունը մասնավորապես իբրև երկրի մի հատված այնպիսի խնդիրների առաջ է կանգնած, որ մեկ անձը այս խնդիրները չի կարող հաղթահարել։ Առնվազն որ պետք է քաղաքական թիմ է պետք։ Քաղաքական թիմ, որը մշակի մոտեցումներ եւ վճիռներ իրականացնի, քայլեր կատարի։ Ակնհայտ է, որ այս գործող իշխող ուժը թիմ չի երբեք եղել։ Այնտեղ կա մի անձ, որը բոլորի տեղ ամեն ինչ որոշում է։ Այդ ում նաեւ այս նշանակում է։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքով մակերեսային փոքր խնդիրներ գուցեև լուծվեն, բայց էական առաջընթացի համար վիրահատական միջամտություն է պետք։ Արմատներին, այդ խորը խնդիրներին, որոնց մասին մենք խոսեցինք, այդ խնդիրներին կարծում եմ ոչ մի վարչապետ գործող իշխանության օրոք չի մոտենա նույնիսկ, ոչ թե չի լուծի, այլ նույնիսկ չի մոտենա, հա։ Ինչպես եք պատկերացնում, որ ասենք մոնոպոլիաները Հայաստանում ջախջախվեն։ Այդ մոնոպոլիաներն ու պետությունը, այդ մոնոպոլիաները այնպիսի մետաստազներ են թողել տնտեսության մեջ, որ այդտեղ չեն կարող լինել արդեն թերապևտիկ, այսպես եթե բժշկական լեզվով ասենք, լուծումներ, հա, պիտի լինեն վիրահատական։ Ուղղակի դանակով պիտի կտրվի, պիտի լինեն քրեական գործեր, ձերբակալություններ, ապօրինի ստացված գույքի հարստության բռնագրավումներ եւ այլն եւ այլն։ Երեք հրաժարական ներկայացրած վարչապետ Հովիկ Աբրահամյանը ըստ տնտեսական մեկնաբանների հետընթաց ապրող տնտեսություն է ժառանգում իր հաջորդին։ Այս 2 տարին, հա, եղել է նահանջի տնտեսական մեր կյանքի համար նահանջի տարի, ինվեստիցիաների մակարդակի էական անկում 0-ին մոտենալ, այն ֆինանսական հիմնական հոսքը, որ մենք ունեինք, հա, այդ մասնավոր տրանսֆեր, որը ինվեստիցիոն բնույթ ուներ, դրանց զգալի 30-40%-ով նվաճում, կոռուպցիայի չափազանց բարձր մակարդակ, տնտեսության մոնոպոլիզացվածության չափազանց բարձր մակարդակ, բիզնեսի եւ քաղաքականության հնարավորինս ամենալայն սերտաճում, իրավապահ համակարգի եւ դատական համակարգի քաղաքականացվածություն եւ այդ պայմաններում մենք զարմանում ենք, թե ինչու Հայաստանում տնտեսություն չի զարգանում, հա։ Այդ մթնոլորտը եղել է եւ Հովիկ Աբրահամյանի օրոք, եւ Հովիկ Աբրահամյանից առաջ, եւ կլինի նաեւ Հովիկ Աբրահամյանից հետո։ 90-ականների կեսերին Կենտրոնական բանկը ղեկավարած Բագրատ Ասատրյանի կարծիքով արդեն կառավարության ձևավորման ընթացքում նոր նախարարների ընտրությունից պարզ կլինի, թե որքան հեռուն է գնալու նոր վարչապետն իր բարեփոխումներում։ Կան այստեղ անձիկ, սիմվոլներ կան կոռուպցիայի, կաշառակերության, այսօր կառավարության մեջ։ Այդ անձանցից կհրաժարվի կառավարության առաջիկայում, թե չէ։ Կան անձիկ, որոնք ակնհայտորեն անհաջողակ են։ Ամեն դեպքում ինչևէ կցանկայի, որ հաջողված լինի, նախ եւ առաջ իրատես լինի, տեսնի այն խնդիրները եւ փորձի իրական լուծումներ տա։ Ձայորեն թիմը, որոնք կաշկանդված չեն լինելու այդ ճղճի, այդ տգետ հարաբերություններով, մխրճված չեն այդ կոռուպցիայի մեջ, ի վերջո իսկապես սա սպանող է։